Երբ որ գիրքը իրեն հետ խոսում է, դա շատ կարևոր է, ինքը մտնում է երկխոսության մեջ։ Պես մեծ հետ է շփվում, այնպես է պետք է շփվես երեխայի հետ։ Մի միտք կարող ասի երեխան, որը քեզ համար կլինի շատ ոնց։ Այս ինչ տարօրինակ բան ասում, բայց հիշում ես, որ ժամանակին դու էլ դա գիտեիր, ուղղակի մոռացության ես մատնել։ Որովհետև կցանկանամ իրենց ծանրաբեռնված օրերի մեջ ժամանակ գտնել իրենց երեխաների համար։ Մենք մեր համագործակցության սկզբից, պարոն Թոխատյան, ինչը ձեզ գրավեց Արդիբուքի գաղափարի մեջ, որ համաձայնեցիք համագործակցությանը։ Ընդհանրապես որևիցե մանկական պրոյեկտ, որը ժամանակին սկսվում էր, կամ հիմա սկսվում է, կամ վաղը կսկսվի, ինձ համար հետաքրքիր է, որովհետև այն ինչ որ անում ես մանուկների համար, դա շատ կարևոր է։ Ես ինքս էլ իմ գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են վերավում փոքրիկները, մեր այբենարանն էր, հեքիաթներն էր, ու երբ որ շատ պատահական ծանոթացանք Պավելի հետ, ու երբ որ ինքը բացատրեց Արդիբուկը ինչ է, ինչ չի, ու ես մինչև չէի պատկերացնում, երևի էր դրա համար, հետո ինքը ցույց տվեց, ու անենց ինձ զարմացրեց դա, ինձ համար շատ տարօրինակ բան էր, ու ես մեծ հաճույքով համաձայնվեցի մասնակցել, ձայնի առումով բնականաբար, ու մտերմացանք, ու շատ սիրեցի ես Արդիբուկը, որովհետև ինքը շատ կարևոր է երեխաների համար։ Երևի թե ծնողները մինչև վերջ դեռ չեն պատկերացնում կամ չեն հասկանում, որքանով իրանց բարիքի համար կարևոր է Արդիբուկը։ Այ դա պետք է հասցնել իրենց, ու ինչը եւ ցավոք սրտի մի քանի տարի բաց թողեցի, պատճառներ կային, բայց համենայն դեպս հիմա կփորձեմ նրանց անել, որպեսզի ավելի շատ հասցնել ծնողներին, ինչ կարևոր դեր ունի Արդիբուկը իրենց երեխաների համար, ընդ որում իր ամբողջ տեսականիով, որտեղ տեսականին շատ լայնն է, շատ լավն է, շատ մեծ է ու շատ կարևոր։ Խոսում ենք հենց աուդիոգրքերի մասին, ինչպես նշեցիք, պետք է ծնողները գիտակցեն կարևորությունը, իսկ որն է տարբերակումը աուդիոգրքի եւ սովորական գրքի, ինչ է տալիս Արդիբուկը, որ չի տալիս սովորական տպագիր գիրքը։ Տեսեք, եթե համեմատենք մեծերի հետ, այս տարբերակում փոքրիկներին եւ մեծերի։ Շատ մեծեր, որոնց հետ ես շփվում եմ, ուսանողներ կամ բարձր դասարանցիներ, այսօր համեմատաբար քիչ են կարդում ու ավելի շատ աուդիո գրքեր են լսում։ Այն միացնում են տանը կամ մեքենայի մեջ կամ ասենք փողոցում քայլելուց ու լսում են աուդիո տարբերակը գրքերի ու ավելի հեշտացված տարբերակը։ Սկզբից ես դրա հետ համաձայն չէի բնականաբար, բայց հետո հասկացա, որ ժամանակն է փոխվել, տեմպն է փոխվել կյանքի, ու իրանք աուդիո գիրքը ավելի հեշտությամբ են ընկալում, քան եթե կարդան։ Այն նույնը փոքրիկների մոտ է։ Այսօր փոքրիկների զբաղվածությունը այնքան շատ է, սպորտի տեսակետից, երաժշտության տեսակետից, տարբեր արտադպրոցական պարապմունքները, որ իրենք չեն հասցնի կարդալ գիրքը, ու հետո փոքրիկները, եթե առաջ ավելի շատ ժամանակ ունեն ծնողները, ավելի մեծ ժամանակ էին անցկացնում փոքրիկների հետ, դրանց համար գիրք կարդալ, բացատրել եւ այլն, հիմա այդ ժամանակը չկա։ Ոչ միշտ մանկապարտեզը հասցնում դա տալ, ոչ միշտ դպրոցը հասցնում դա տալ, ցավոք սրտի, ու դրա համար Արդիբուկը ոնց որ ինքը իր մեջ պարունակում է այն ինչ որ չենք հասցնում, այդ դա հասցնի տալ բալիկների, ու երեխան ինքն է կառավարում, թե ինչն է ուզում լսել, ինչպես է ուզում լսել, եւ երբ որ գիրքը իրեն հետ խոսում է, դա շատ կարևոր է, ինքը մտնում է երկխոսության մեջ։ Ես նկատել եմ իմ ծանոթի երեխաները, իմ ուղղակի մեծ են արդեն,
բայց իմ ծանոթի երեխաները կամ թորնիկները իրենք ոնց են խոսում արդիբուկի հետ, համ լսում են, համ խոսում են, իր պատասխանն է տալիս, դա շատ կարևոր է երեխայի համար, այ դա է, որ արդիբուկը էլ ավելի արդիացնում է։ Ու խոսենք ձեր ձայնագրման ընթացքի մասին, ինչպես եք դուք աշխատում տեքստի էմոցիաների հետ, որի սպառողը երեխան է։ Ես չգիտեմ, ինձ դժվար է դրա մասին խոսել, ավելի հեշտությամբ ասեն բալիկները, որոնք որ լսում են, բայց եթե լսում են, ուրեմն երևի հետաքրքիր է։ Տեսնենք, ես չգիտեմ ոնց է դա ստացվում։ Երևի սերը դեպի երեխաները ու բերում է նրան, որպեսզի դու համ արդիբուկի տեքստերը, համ պարզապես եթե հեքիաթ ես պատմում, հեքիաթները լինեն այնպիսին, որ դա բալիկների համար լինի հետաքրքիր։ Ու լսում են արի ուտես, ինձ թվում է, որ աուդիո տարբերակ հիմա անհետաքրքիր կլինի երեխաների համար, բայց արի ուտես, որ լսում են։ Ինքներդ էլ նշեցիք, որ բազմամյա փորձ ունեք երեխաների հետ աշխատանքի ձեր ուսուցչական կարիերայից մինչև մեր այբերանը։ Կասեք, ինչն է կարևոր կետը երեխաների հետ շփման մեջ։ Գիտեք, երբ որ երեխային դու շփվում ես երեխայի հետ, որ ոնց որ հավասարը հավասարի հետ։ Եթե անընդհատ հիշենք, որ երեխան դա փոքր մեծ է, ինչպես մեծ հետ է շփվում, այնպես է պետք է շփվես երեխայի հետ։ Իր փորձես հասկանաս իր աշխարհի ընկալումը, իր մոտեցումը, շփմանը ու նույնը շփվես դու իրանց հետ, այդ դեպքում կստացվի, այդ դեպքում դու երեխաներին կտաս այն, ինչ որ իրանք քեզանից սպասում են, որպես մեծից, եւ դու իրանցից կվերցնես այն, ինչը որ դու արդեն մոռացել ես, կորցրել ես ու հանկարծակի իրանց մեջ գտնում ես, որ մի միտք կարող ասի երեխան, որը քեզ համար կլինի շատ ոնց։ Ինչ տարօրինակ բան ասում, բայց հիշում ես, որ ժամանակին դու էլ դա գիտեիր, ուղղակի մոռացության ես մաքրել։ Ու հիմա էլ նորից վերականգնում ես երեխաների հետ քո անցածը։ Այդ դա է, որ դու կարողանում ես այդ սահման չդնել քո երեխաների մեջ, սահմանը ջնջել, այդ դեպքում շփումը ստացվում է։ Իսկ եթե ձեր ձայնը լսեին ոչ միայն մեր օրերի փոքրիկները, այլ նաև դուք մանուկ հասակում, ինչ կասեիք դուք ինքներդ ձեզ։ Չգիտեմ, այն ժամանակ էլ կան ձայներ, որոնք մեզ համար հետաքրքիր էին, ընդ որում բավականին շատ, կար շատ հայտնի ու շատ տաղանդավոր մի դերասան Սուրեն Քոչարյան, որը հայ գրողների փորձում էր հեքիաթները կամ էպոսները ներկայացնել երեխաներին, ու ես հիշում ինչպես մենք լայն աչքերով, դե այն ժամանակ այսքան վիդեո տարբերակներ չկար, հեռուստացույցերը այդքան շարքի մեջ չէր, ավելի շուտ աուդիո տարբերակներ լսում։ Իսկ երևի այն ինչը որ այն ժամանակ մի քիչ անհասանելի էր իմ երեխա ժամանակ, այսօր փորձում եմ ես դա տալ երեխաներին, կամ հենց տալ այն, ինչ որ ես եմ ստացել մեծերից։ Երևի դա, որովհետև ուրիշ գաղտնիք դժվար է ասել։ Իսկ եթե ձեզ առաջարկվեր ձայնավորել գիրք ծնողների համար, որ թեմայով կլիներ այդ գիրքը։ Եթե թեման ընտրությունը լիներ ինձ վրա, բոլոր մեր դասականները առաջի հերթին, ինչ չէ ժամանակակից գրականություն, բայց ավելի շատ դասականները, որում հասցնել այսօրվա մեր ծնողներին մի մասին իհարկե հայ դասականներին, որոնք որ այսօր քիչ են քիչ արծացվում հայ դասականը, և դպրոցում, և բուհերում ավելի շատ է պետք
թատրոնները ավելի պետք է անդրադառնան դասականների վրա։ Բայց թեման չեմ ման, տարբեր թեմաներ կապած կլինի տրամադրությունից եւ այն ինչ-որ կառաջարկվի։ Ինչ կօգնի նրանց ավելի ճիշտ շփվել երեխաների հետ։ Չգիտեմ։ Դժվարում եմ այդ հարցին պատասխանել։ Չնայած մի կողմից լավ է, որովհետեւ եթե կարողանայի պատասխանել, ես դժվարություն կունենայի շփվել երեխաների հետ։ Եվ մի քանի օրից լրանում մեր համագործակցության 7-ամյակը, առաջին համագործակցության։ Սպասում ենք նոր համագործակցությունների միասին։ Անպայման, որովհետև իմիջիայլոց մենք ոչ ամենալավ պիրիոդին մի երկու անգամ հանդիպել ենք Պավելի հետ, երբ որ Երևանում էր, բայց դեր համագործակցության մասին չէինք խոսում, որտեղ ես ի վիճակի չէի, բայց հիմա ես ինքս եմ զանգել Պավելին, առաջարկել, որ եթե մի նոր բան լինի, շատ ուրախ կլինեմ, եթե նորից էլի կարողանանք միասին ինչ-որ բան անել Արտբուկի հետ կապված, ու ես շատ ուրախացա, չափից շատ ուրախացա եւ իմացա, որ հնարավոր է Արտբուկը նաեւ անդրադառնա հեքիաթներին։ Այդ դա ինձ համար շատ կարևոր է, բալիկներին պատմել հեքիաթ, կփորձենք, որպեսզի դա լինի հետաքրքիր, երեխաները ուզենան լսել։ Դուք Արտբուկը ձեր թորնիկների համար կարդում եք։ Այո, ես փորձում եմ ավելի քիչ, որ ավելի շատ իրենց ծնողները կարդան, թորնիկից հայրիկը, մայրիկը, բայց ինձ համար շատ կարևոր է, որ ինքն է հետաքրքրված։ Ամեն նորը, որ դուրս է գալիս նորությունը ու հասնում է իրեն, ինքը սպասում է դրան, այդ դա է ինձ ուրախացնում։ Որովհետև շատ խաղալիքներ ես հաճախ տեսնում եմ այս անկյունում ա դրած, այն անկյունում գցած։ Իսկ Արտբուկը միշտ խնամքով դրած է իր ինչ-որ տես պահարանի մեջ անպայման ու անընդհատ ինքը անդրադառնում է, արդեն անգամ այն գրքին, որ վաղուց ենք ունի։ Բայց միևնույնն է նորից ու ինքն էլ արդեն փոքրիկ չի, 10 տարեկան արդեն մեծ տղա է, բայց շատ հետաքրքրությամբ անդրադառնում Արտբուկին, դա շատ կարևոր է։ Ամեն դեպքում Արտբուկը ձեր ընտանեկան կյանքում իր տեղ ունի, քանի որ ձեր կինը եւ դուստրը եւս ձայնավորել են գրքերը։ Այո, ու պատկերացրեք նույն հետաքրքրությամբ մեկ-մեկ տեսնում որ Լիլիթը անդրադառնում ու փորձում ինչ-որ բաներ լսել Արտբուկով։ Ձեր ուղերձը Արտբուկի 7-ամյակի։ Գիտեք, ես ընդհանրապես այնպես չեմ սիրում ուղերձներ, որովհետև դու եսի միշտ կյանքի փորձ պետք է ունենաս, ինչ-որ բան տեսած լինես, որ ուղերձ, չէ, ուղղակի կուզեմ, որ երեխաները լինեն երջանիկ, լինեն շփծերես, աչքերները լինի վարում, ու մենք կարողանանք մենք մեծերս այնպես անենք, որպեսզի երեխաների աչքում այդ վարվորությունը չնստի, այդ դա, իսկ ծնողներին կցանկանամ իրենց ծանրաբեռնված օրերի մեջ ժամանակ գտնեն իրենց երեխաների համար։ Գոնե օրվա մեջ ինչ-որ ժամեր լինի, երբ որ կշփվեն։ Բացի դաստիարակելուց, անպայման գիտական կամ գեղարվեստական նոսով շփվեն։ Իսկ եթե ավելի գլոբալ, ուզենամ, որպեսզի երկրում լինի խաղաղություն, որպեսզի մեր բալիկները պատերազմ չտեսնեն, դա Աստվածը, սիրեն իրենց երկիրը, մասնավորապես սիրեն իրենց քաղաքը, ու Արտբուկն էլ այդ հնարավորությունը տալիս է Երևանի մասին շատ գեղեցիկ գիրք կա։ Այդպես